Անսուկյասյան, ձեր չառաջադրվելը ձեր որոշումն է, թե քաղաքական թիմի հետ է որոշումն ա եղել, ես քաղաքական թիմի հետ ոչ մեկի հետ չեմ քննարկել, դե չեմ ուզում, ես համարում եմ, որ ավելնող տեղն եմ այս ժամանակը ծախսում, ավելի ճիշտ կլինի նստեմ ինչ-որ, օրինակ վերցնենք նույն այդ գներ ես գազին, ես երեք նստել եմ աշխատել եմ իրեն, ուղղակի չեմ ուզում տենց ֆիքսված ասեմ, կարող եք դուք ինքներդ գնալ եվրոպական տենց բաց բաներից վերցնել այդ ստատիստիկ։ Ոչ չեմ քննարկել, Նիկոլ Փաշինյանի հետ չեմ քննարկել, ասեմ ոնց ա եղել։ Այստեղից ինձ դուք եք թե ով հարցազրույց եք վերցրել, դա դարձել է բոլորի համար չեպազրույցից հետո։ Կներեք, սրա հետ կապված սա արդյոք վարչապետի այն հայտարարության տիրույթում չէ ձեր չառաջադրվելը, որ ասում էր չպետք է գործարարները օլիգարխները։ Նայեք մի բան ասեմ, ես նոր էլ հայտարարություն արեցի, որ հարուստ մարդը պետք չի։ Ես մի մանդատ ունեի, մի կոճակ։ Ես ասում եմ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց։ Մանդատ կարող է փորձով մեկը պիտանի լինի, գա ինչի՞ չէ։ Բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնեն, ես կարծում եմ դա արդեն ինքը մասնավորի գիտակցություն, նայեք, ես ես վերջերս մի հետաքրքիր բանել եմ ասել, չգիտեմ նկատել եք թե չէ, տնտեսվարողի գիտակցությունը, բիզնեսմենի գիտակցությունը որպես այդպիսին եւ պետական համակարգի կառավարման դրանք տարբեր բաներ են։ Դու պետքա շատ լավ բիզնեսը հասկանաս որպես կառավարիչ, բայց դու պետքա այլ սկզբունքներից կառավարես երկիրը որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը դրանք չի գիտակցում։ Որովհետև մասնավորը ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարա այտենց, որտեղ պետությունը բոլորինն է։ Մասնավորը իր սեփականությունն է։ Դրա համար ես ասում եմ, լավ կլինի, որ մասնավորին ճիշտ գնահատեն, բայց պետական գործիչ լինեն, պետական կառավարման մասնագետ լինեն։ Մի հարցի եմ ուզում անդրադառնալ, վերջին շրջանում Հայաստանի իշխանությունը շատ է խոսում երկաթգծի կոնցեսիոն կառավարումը վերցնելու ռուսական կողմից եւ ասում է այլ երկրորդ Ղազախստանի մասին են խոսում։ Դուք այս գործարքը, այս քաղաքականությունը ինչպես է գնահատում, արդյոք պետք է այս բանը վերցնել։ Նայեք, ես կարծում եմ դա եւ ռուսների համար է ձեռնտու, որովհետեւ ես գիտեմ, որ այսօր բավականին ֆինանսական եւ տարբեր խնդիրներ կան, ցանկալի է ինչի, որտեղ Ռուսաստանի հետ կպնելու ենք մենք մեկը ինչ-որ մի տեղով։ Եվ լավ կլինի, որ Ռուսաստանը ճիշտ որոշում կայացնի, այդ փոխհարաբերությունները ստեղծի, մեկը Ռուսաստանը նույնպես շահելու է, որտեղ տարածաշրջանը սկսելու է շնչել բավականին այլ երկրներից, որ պատկերավոր չէր, օրինակ Հնդկաստանից ապրանք է գալու Հայաստանով անցնի, որտեղ Ռուսաստանն էլ է մաս ունենալու, չգիտեմ, ինչ-որ Սևծովով է գնալու կամ մի տեղով կամ Եվրոպայով, բայց Ռուսաստանը նույնպես տարածաշրջան է։ Ես չգիտեմ այդ գիտակցությունը կլինի թե չէ, որ տարածաշրջանը պետք է ամեն ինչ անենք հարստանա։ Դուք նայեք 50-ական թվականներին Եվրոպայի որոշումները, Եվրոպական միության ստեղծման եւ մնացած ազատականացման, սահմանների բացման, ավելացած արժեքի այլ ձևերով կիրառման եւ մի ազգային դրամի անցնելու եվրոյի։ Ճիշտ որոշումներ են։ Պարոն Սուքիասյան, իսկ բենզինի հետ կապված ներկրումը Ադրբեջանից ստաբիլ է արդեն, թե նկատի ունեմ կոնկրետ Ադրբեջանը բենզինի գործարան չունի, ես ինչքան գիտեմ, որ վերամշակող գործարան բենզինի նավթամթերքի ունի։ Տեղյակ չեմ, որ ասեմ չեմ հետաքրքրվում, հավատացած եղեք, բայց ինչ որ մի պահ ես գիտեմ, որ հիմա շատ է գները թանկացել, այդ կարծեմ մի երկու օր առաջ եմ իմացել, որ շատերը դեռ չեն թանկացնում, ավելի ցածր գնով են վաճառում, որտեղ մտածում են կարող է արագ կարգավորվի, որտեղ կա որոշակի պաուսներ։ Իհարկե 20% անցնում է ճանապարհորդությունից։ Պարոն Սուքիասյան, իսկ ճիշտ է դուք ասում եք չեք զբաղվում, բայց տեղեկություններ ունեք ձեր ընտանեկան բիզնեսները դիտարկում են Ադրբեջանի տարածքով որևէ բան արտահանել, թե ոչ։ Եթե ճիշտ ասած, եթե գնային քաղաքականություն լավ լինի, մեր ընտանիքը չէ ցանկացած ընտանիք կուզենա, որպեսզի ինքը ավելի մրցունակ լինի։
Իհարկե, ես վստահ ձեզ ասում եմ եւ ես պաշտպանելու եմ այն մարդկանց, ովքեր որ ուզենալու են ավելի մրցունակ լինել թեկուզ Ադրբեջանի տարածքով։ Հետո ես ձեզ մի բան էլ ասեմ, պարոն Կիրակոսյան։ Այդ ժամանակին նորից այդ գնահատականը տալիս եմ, եթե իհարկե լոգիստիկան բավականին գիտեք որ ծախս է։ Այսօր դուք լավ իմացաք, որ Հորմուզի նեղուցում ասում էին, որ այս լոգիստիկայով անցնելուց դուք այսքան միլիոն պետքա վճարեք, ճիշտ է։ Այդ նշանակում է, եթե դու որպես Հայաստանի Հանրապետություն ուզենաս ձեռք բերես, ուրեմն այդ որևիցե նավերից մեկի ապրանքը քոնն է լինի, նշանակում է ինքը արդեն թանկացած կլինի, համաձայն եք թե չէ։ Բա դու եթե քո հարևանից վերցնում ես, այդ լոգիստիկ ծախսը չի լինում, նշանակում է որոշակի ավելի էժան կարող ես ձեռք բերել։ Հիմա ես ում ինչ բացատրեմ, կներեք։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանն ասում է ոչ թե մենք այդ տարբերակը պետք է դիտարկենք, այլ Աբխազիայի հետ բանակցենք, որ այդ երկաթգիծը աշխատի։ Ապրեք դուք, ես շատ շնորհավորում եմ ձեզ, բա 20 տարի Աբխազիայի հետ ինչ էին անում, նարդի էին խաղում։ 30 տարի ինչ ա եղել Աբխազիայի հետ։ Բա ուր է։ Մի օր Վրաստանը չէր համաձայնվում, մի օր Աբխազիան, մի օր Ռուսաստանի Դաշնությունը, լավ գիտեք։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից էլ այդ խոսակցությունը գնացել է, որ կարող է Աբխազիան բացվի, կարող է։ Հիմա այդ կարող են 30 տարի անցել է, լավ, լուրջ չի։ Ամոթ է հիմա, ես էլ եմ շնորհակալ ապրեք։